Մարտի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Օրակարգում ապացույցների ծավալի որոշման հարցներ։ Հանրային մեղադրողները դատարանին հայտնեցին, որ գրավոր ապացույցների հետազոտման մասով առարկություններ չունեն, սակայն միջնորդեցին մերժել պաշտպանական կողմի առաջարկը, որպես վկա հարցաքննելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին եւ ազգային անվտանգության ծառայող Սուրեն Աղաջանյանին։ Ըստ մեղադրող կողմի միջնորդությունը չունի իրավական հիմնավորում, իսկ նշված անձանց պաշտոնական դիրքն ու գործառույթները թույլ չեն տալիս նրանց ներգրավել որպես վկա տվյալ վարույթի շրջանակներում։ Նշված անձանց թե կարգավիճակը, թե գործառույթները, թե պաշտոնական դիրքը չեն կարող հանդիսանալ դատարանում նրանց արտաքննությունների հիմք։ Սրբազան պայքարի անդամները, որոնք արդեն 9 ամիս գտնվում են անազատության մեջ, իրենց վրդովմունքը հայտնեցին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրանք նշեցին, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը ամենաբարձր ամբիոններից հնչեցնում է գործին վերաբերող հրապարակային հայտարարություններ, որոնք սակայն բացակայում են քրեական վարույթի նյութերից։ Դիմելով դատարանին նշեցին, որ ահաբեկիչ եւ նմանատիպ այլ պիտակավորումներով փորձ է արվում մոլորեցնել հանրությանը։ Եթե մեր մասին խոսացել են, թող կան ստեղ պնդեն իրենց արածը։ Իմ կյանքից ինչ է ժամանակը սխալում։ Ես ավելի լավ բաների մեջ կօգտագործեի այդ ժամանակը։ Հայտարարություններ արել մարդկանց կյանքից զրկելու համար, նույնը քննչական կոմիտեին։ Մարդկանց կյանքից զրկելու մասին հայտարարություններ արել։ Մեղադրական գործում կա այդպիսի բան։ Թողա վկայություն տա, միգուցե իրենք այլ տեղեկություն են այլ երկրներից։ Միգուցե ի վերջո գործակալական ցանցը չէ մեր երկրում գործում, հիբրիդային պատերազմի մեջ ենք, չէ։ Լսելով կողմերին, դատարանը որոշեց ամբողջ ծավալով ընդունել մեղադրող կողմի ներկայացրած գրավոր ապացույցները եւ հարցաքննել 34 վկայի։ Դատարանը նաեւ բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը որպես վկա ներգրավել Գառնիկ Դանիելյանին եւ Հովհաննես Ավետիսյանին։ Սակայն միևնույն ժամանակ անընդունելի համարեց բարձրաստիճան պաշտոնյաներին, քննչական կոմիտեի նախագահին եւ գլխավոր դատախազին հարցաքննելու պահանջը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին ժամը 15:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։